Արժի համակարգային բանը կարևորը։ Ես առաջ ասում էի առանց դա իսկապես հասկանենց ոնց որ սենց բան է էլի ֆորմուլայը շաբլոն ստանդարտ բան է որ ասենք ասում ես բայց ես հիմա երբ որ գալիս է ինչ որ մի պահ որ իսկապես զգում եմ որ չէ սա հատակն է սա այն տոճկն եւ ազվրատան է որ սրանք անցան ու ես ինձ բռնում եմ այն մտքի վրա որ վերջ ես այլևս հուսահատված եմ իմ նման պոզիտիվ եւ իմ նման միշտ կրվի առաջի գծում տեսակը վերջին անգամ դատարանում զրուցեցինք եւ ես քո հուսահատության վրա զարմացա այո այդ ժամանակ դատին որովհետեւ Սրբազանի դատերը ցավոք բոլորի ու ես իսկապես այդ ժամանակ այդ ժամանակ այո հուսահատված էի բայց ես հետո երբ որ ինքս իմ հետ խոսում եմ հասկանում եմ որ ես իսկապես մեղք եմ գործում որտեվ իմ հուսահատությամբ ես այդ հուսահատության ճահիճի մեջ եմ քաշում նաև բազմաթիվ մարդկանց որովհետեվ երբ որ ես ինչ որ բան ասում եմ ու ես իմ ասածին չեմ հավատում դա չի հավատում նաև այնտեղից մեզ նայողը եւ դա իրան ավելի ապաթիայի մեջ ես Նաիրա ջան հազար ներողություն մի դասական կենսաբանական ճշմարտություն կա որը կփաստի նաև մասնակցության բժիշկ մեր ընկերը աշխարհայացքով ուրեմն քաղցկեղը եթե ունի հրաշք լուծումներ բուժման առումով դա միայն անտարբերությամբ է լինում երբ որ ինքը հիվանդ դու իրան իգնոր ես անում հա այնքան անտարբեր է իր հիվանդության եւ կամ չի իմացել տենց հաղթահարվել անցել է Եվ լավ բան ասես, մի ճշմարտություն կա, որ ենք ասեմ, որ ռակը դիագնոզա, ոչ թե դատավճիռ։ Այսինքն երբ որ ձեռք ես տալի այդ բջիջներին, ինքը ակտիվանում է։ Հիմա այդ բջիջը չէր ակտիվանա, եթե իր կողքի քայլող զանգվածը թույլ տվեք այդպես ասեմ, չշատանար եւ չդառնար հրապարակային ընդհանրենք բան, այս թողնենք, բայց հիմա ես հասկանում եմ օրինակ հիստերիան առաջանում է անտարբերությունից։ Ես ներողություն ես աստիճանի միգուցե տարիքս կամ ինչս չի ներում ես մասին խոսելու, բայց ամեն դեպքում վեհապարի լռությունը շատ լուրջ թերապիա է հիստերիա առաջանալու։ Դե ակնհայտ է։ Եվ այստեղ կարևոր բան ասացիր, տես, օրինակ ես այն մարդկանցից եմ, որ ակնկալում է ավելի պրոակտիվ, հա, բան, բայց ես ընդունում եմ, որ վեհապարը իրավունք ունի եւ ունի այդ իմաստությունը որոշելու ինքնուրույն իր ռազմավարությունը։ Իմ ակնկալիքս, որտեղ սա կարևոր բան եմ ասում, հասարակական ակնկալիքը չպետք է պարտադրի առաջնորդներին գործողություններ, որոնք պրոստը այդ պահին պետք է բավարարեն հավաքական աշոտյանի ակնկալիքները։ Ես չգիտեմ որն է ճիշտը, բայց վեհապարը տոտալ բացարձակ հեղինակություն է հոգևոր եւ ազգային կյանքում։ Ես այդտեղ ով որ հակառակ բան կասի, պարզապես իմ աչքի գրողն է, կարծում եմ բոլորից։ Միանշանակ։ Եվ քո ասած օրինակը դրա մասին է։ Եվ այդ բարձրությունը երբեք չի իջացնում։ Ընդհանրենք բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ առաջացած միշտ ասում եմ մի մոդել կա, մեր մոտ կենսաբանական գոյանքներ եմ ասում դրանց, որոնք չեն ծնվել, առաջացել են։ Եվ չեն մեռնելու, վերանալու են։ Այ Դավիթ ջան, որովհետև ծնվողն ու մեռնողը դա վաստակել է, ծնունդն էլ է վաստակ մահնել։ Եվ երբ որ հազար ներողություն, ոմանք ասում են սրանց մահվան, ասում են չէ, ժողովուրդ ջան, թող գիտես չէ, հիստերիա բառը ասացիր, հին հույները կարծում են, այդ հիստերիա ինչ է կներես ամ ընդհատում եմ, հիստերիա ինչ է, հիստերը արգանդն է։ Այո։ Հին հույները կարծում էին, որ քանի որ հիստերիկ էին հիմնականում սանջատեք ֆեմինիստների ականջիցառու հին Հռոմում եւ Անում Հունաստանում կանայք, դրանց բժիշկների ուրեմն թեորիան էր, որ արգանդը սկսում է բլուժդած անել, մագլցել։ Հիստերիկ շարժումներ անել, այո։ Սկսում է տենց արգանդը շարժվում է ու առաջանում է հիստերիա։ Այսօր մի ամիս առաջ ասես Տարոնը Տոնոյան, որ դա հա, դա պարոն Տոնոյանը, Տարոնը բժիշկն է, այո, հիստերիա։ Եվ ամենավատը գիտես որն է, որ Հայաստանի այսօրվա վիճակը արգանդավոր տղամարդկանց հիստերիայի վիճակը, էլի, այսինքն տղամարդ որոշ կենսաբանական տղամարդկանց ներսում է այդ արգանդ առաջացը, որը շարժվում է։ Ուր էր կանանց մեջ մնար ու երեխեք բերեր, ոչ թե տղամարդկանց մեջ ներդրվեր ու շարժվեր այդ արգանդը։ Այս բժշկական բանը։ Դավիթի ասածը շատ կարևոր է, որ
վեհապարի այս լռությունը այո հիստերիա առաջացնում, որտեվ հենց տեղ այդ քո խոսքի վրա հիշեցի այդ չինական հայտնի մի խոսքը, որ ով քեզ զայրացնում է, նա էլ իրականում քեզ կառավարում է։ Այո, դա այդպես է եւ այս ինչի եմ ես այս խոսքը շատ սիրում, որ շատ դեպքերում ես էլ չեմ կարողանում ինձ զսպել եւ ես իմ ներսում ասում եմ ստոպ, ուրեմն իրանք ինձ կառավարում են, եթե ես չեմ կարողանում իմ էմոցիաները կառավարել, եթե ես չեմ կարողանում անտարբերությամբ անցնել որևէ, ասենք, նիկոլական ինչ որ մի ինչ ասեմ, գոյանքի քո ասած նողկալի թեկուս իմ երեխայի հասցեին նողկալի ինչ որ մի ռեպլիկի կամ գրառման հասցեին։ Ես հասկանում եմ, որ մենք պիտի կարողանանք, ես ուզում եմ Դավիթ ջան, որ մենք խոսենք, որտեվ դա ինձ ուղակի ես համարում եմ դա լրջագույն պրոբլեմ, այս հասարակական հանրության մեջ ներարկված այս թույնը, սպանիր քո եղբորը այս ձևակերպումը, ուրացիր քո եղբորը, Հրանտ Մաթևոսյանի վերջի գրքերից մեկի վերնագիրն էր դա, մի ուրացիր քո եղբորը, հիմա մեզ ասում են ուրացիր քո եղբորը, այս ուրացումների շքերթը, այս միմյանց ատելու Են Դովլաթովի ասաց, լավ, Ստալին, բա 3 միլիոն դանոսը ով գրեց մեր հասարակության մեջ, այս մեր այս հանրային օրգանիզմը, այս դետոքս ոնց անենք այս ատելությունից, որտեվ եթե մենք շարունակենք, ես ին վրա եմ բերում, ես ունեմ հարազատներ շատ մերձավոր, որոնց հետ ես չեմ խոսում, ես չեմ շփվում, ես անգամ մտածում եմ, ես հիմա միգուցե վատ լավ չասեմ։ Նար դու պարտավոր ես քո մեջ կներես ցավտանամ, այդ վատ բառը, բայց պարտավոր ես քո մեջ, ինչպես բոլորս, ունենալ հանրային համերաշխության ծիլը, որովհետև մենք մի օր Նիկոլին ճամփելու ենք, տես չնեղանա մեր ընկերը Դավիթի մասին խոսելիս, դու շատ անց բան շեշտադրումներ արեցիր Դավիթը չմտավ այդ դաշտ, ինքը թողեց իր մեջ այդ չատելության, կյանքի ճանապարհը։ Մենք հանրային համերաշխության կամուրջները պարտավոր ենք պահել պատերազմ։ Դա պետք է արվի, բայց դա շատ բարդ է, չէ՞։ Մեղավորների մասին չի խոսքը, այն մարդկանց, ովքեր ուղղակի ներգրաված են տարաբնույթ հանցագործությունների, պատերազմի դավաճանությունների մեջ։ Բայց դու չես կարող վաղը մյուս օր մերժել քո ժողովրդի մի 15%-ը, որը թեկուզ միջև հիմա նիկոլական է։ Ես չեմ էլ ուզում մերժ, ես մտածում եմ, որ իրանց օգնել է պետք։ Իրանք իսկապես օգնության կարիք ունեն, որտեղ եթե մարդը չի հասկանում, նա մեղավոր չի, որ չի հասկանում։ Արի աուտոտրեյնինգ անենք, խոստանում ենք իրար ու բոլորին, որ մենք պետք է հանրային համերաշխության վերականգնման ամենադժվարը շատ բարդ է դա։ Ասպատ ես ոնց սիրեմ ես մերձավորին։ Ճիշտ ես ասում։ Պատվիրնայ։ Չէ դե։ Շատ լավ բան ինչ հիշեցիր։ Հասկանում, ակտուալ բան հիշեցի։ Ես ասեմ ու քեզ փաստամ ցավտանը։ Մովսեսը ստացավ ասոս 10 պատվիրաններ։ Չէ, բոլորս լավ գիտենք։ Նիկոլը սատանայից ստացել է 10 հակապատվիրաններ։ Անտիպատվիրաններ։ Մի հարգիր ծնողներիդ, շնացիր, խափիր, սպանիր, այսինքն Նիկոլը սատանայից ստացել է 10 անտիպատվիրաններ, 10 հակապատվիրաններ։ Ու ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանը շարժվում է ոչ թե քրիստոնեական 10 պատվիրաններով, այլ սատանայական 10 հակապատվիրաններով։ Հանի մեր մեջից չարությունը։ Հիմա ոնց իսկապես։ Դու մեր մեջի այսօրվա դրությամբ օրինակ ես ինձ վերել էի չարը լինելու հիմքերն ունեցող, բայց եւ առերևույթ եւ խորքային Զորձան, ունես չի, որ հիմա նայրան ասում է այդ որ դա չինական այո, ով քեզ զայրացնում է, ով քո նյարդերի վրա ազդում է, իրականում փաստորեն բոլորիս այս պահի մարդամեկը ղեկավարում է, Ցավոք սրտի, հնարավոր չի չզայրանալ, հա։ ամեն դատարկություն անընդհատ լսելիս մի բան լինում է, բայց մենք երբ որ փորձում եմ, ես փորձում եմ անտարբեր իմ մեջ գոնե, իհարկե պայքարում եմ, իհարկե բոլոր հրավիրված եթերներին գնում եմ, որ փորձեմ գոնե ամեն եթերից գոնե եթե մի հոգի ինչ որ կարող է բան փոխվի։ Այսօր ստացվում է մոտ 900 հոգի մեզ հետևում է։ Իսկ այն դեպքում երբ որ YouTube-յան ալիքը ստվերային բանի տակաս Աստվածը իրանք վերադառնան մի օր ու այդ դիտողները սաղ վերադառնան շատ արագ նաև անդրադառնալ այդ քո ասած համերաշխության մասով 96 թվին երգ ունեմ գրված
չգիտեմ ինչի է այսօր շատ ավելի ակտուալ։ Կարող է մի կտոր երգես, մենք էլ Չէ, երգելու բան չի, բայց կարող եմ տեքստից մի բան հիշել, գրեցի ու մի քիչ շատ ընդունում էի մի օր այդ երգը, որ իրան շատ էի ընդունում, բայց երգի հետ համաձայն չէի։ Եվ որոշեցի, որ Աստված մեղավոր չի մեր վիճակի համար։ Մեշանի մասին ես ասում։ Դե հիմա ես չեմ սիրում եթերով, առավել ևս Աստված լավ, թողնենք այդ երգը ինձ համար Մեգար Մուշեղ իշխանի խոսքերն է, խոնարհվում եմ եւ Մեշանի առաջ եւ առավել ևս Մուշեղ իշխանի, բայց գրեցի մի երգ, որ Մեշանի մասով ոչվում էր առուծախ կամ շուկա, որի մեջ մտքեր կային, որ այսօր երեք մենահամերգս էր, երեք մենահամերգից երգելուց ասում եմ լավ եմ գրել։ Ես միշտ եմ ծախում առնող կլինի գինե էժանել օք մի շիշ գինի բան։ Այն օրը մի անասում ներողություն մեկ բառիս համար, ուղղակի եթերում ենք ավելի համեստ բառ չէի կարող ասել։ Գրելա հերիք չի, ինչ որ միտք եմ ասա թե գերարում եմ արել։ Հերիք չի վիշտը ծախ, հերիք չի շիրիմը ծախես, մեկը առնող չկա։ Հեսա ֆորվարդարը Վերջը, հիմա ասի, չէ, հիմա Պետրոսի եթերում Գեգամ Նազարյանին ֆորվարդարը։ Չէ, Գեգամը իմ համար մնում է զոհվածի հայր։ Մեր համար է որպես զոհված։ Փակում եք թեման, ես այդ մասին գիտեք, որ ինձ համար սկզբունք է։ Ես ոչ մի եթե ընտանիքում կա զոհված, դա իմ բան սկզբ, որտեվ եթե իրանք վիճակի են այդ թույլ տալ, մենք մեր դաշտից չպետք է թույլ տանք։ Միգուցե եթերը կանջատենք, ես ու դու կանկեցնենք, որ ես քեզ հասկանում եմ, բայց վերջը այդ մարդը երկար թեմա է, եթերից դուրս խոսենք, Արմեն ջան։ Այնտեղ մտածեցի, որ ես հանկարծ կարողանամ փոխանալ այնքան, որ փորձեմ իրան պատասխանեմ։ Ֆեյք է, ֆեյք չի, ինչ որ զիբիլ է։ Բա որ ասեմ, ծախում եմ շիրիմս, կարաս առնես, այդքան կարող ես վճարել։ Դուք ամբողջ թիմակիցներով եւ բանով այդ շիրիմի կողքի աղբի ամանի մեջ գոյությունը չկաս, դուք չես կարող առնես։ Ու հիշեցի, որ 96 թվին գրել եմ, որ ես միշտ եմ ծախում առնող կլինի, կամ ցավոք կրոններ կան վաճառքի, հետո էլ ասում եք, թե տերմես փրկի։ 96 թվին ինչ եմ գրել։ Կամ միշտ ինձ հարցրել եմ, հիմա գամ ասալիքիս, որ Ժողովուրդ ջան, ցավոք սրտի երգերիս մեծ մասը գրվել են շուտ, բայց ավելի ակտուալ դարձան 20, 21, 22, Մարգարեի 23, ինչ է։ Չեմ կարող ասեմ, չէ, Մարգարե բառը ինձ թույլ չեմ տա, բայց հիմա ասեմ, որ այսօր ինչ որ գրում եմ, ավելի լուսավոր եւ ուժեղ է ստացվում։ Եվ բոլոր չար ուժերին ուզում եմ ասեմ, եթե այն գուշակություններս իրականություն դառավ չարի իրականանալով, այսօր ավելի ուժեղ եւ լուսավոր բաներ են ծնվում, որոնք վստահ եմ եւ հավատում եմ, որ լուսավոր օրեր են գալու։